Ընդդիմությունը կարող է խոսել, առաջարկել, ինչ համարում է ճիշտ։ Ընդդիմության, այսպես ասած, մեծ խոսելով երկրի գլխին փորձանք չի գալիս, փորձանք գալիս է իշխանության խոսքերի ու գործողությունների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի այն ընդդիմադիրներից է եղել, որը խոսել է առանց մտածելու, քննադատել է ինչպես ուզել է, կամ ինչքան տվել են, բայց նրա ընդդիմադիր խոսելու, գրելու պատճառով արցախցիները չեն դարձել փախստական։ Իսկ այ հենց դարձավ իշխանություն եւ սկսեց նույն ձև խոսել, առանց ինքն իր առաջ սահման ու չափ դնելու, ողբերգությունները հաջորդում են մեկը մյուսին։ Մեր գլխին այս ամենի պատճառը, այս ողբերգությունները, որի միջով անցնում ենք ու դուրս չեն գալիս, ՔՊԻ, ԱԼՆ-ից մեծ խոսելն ու պատասխան տալ չկարողանալն է։ Այն որ Արցախում հայ չկա, դա հենց մեծ խոսելու արդյունքն է։ Սկզբից խոսեիք հասկանալով, այս ամենի մեջ չենք ընկնի։ Ու այդ մարդը, որ ասում է որևէ մեկը չի կարող ապահովել արցախցիների անվտանգ վերադարձ, նույնը ասում է մենք պատրաստ ենք ապահովել Հայաստան այցելող թուրք-ադրբեջանական պատվիրակությունների անվտանգությունը։ Թող Էրդողանն ու Ալիևը գան Հայաստան, ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի։ Արցախցիների անվտանգության հարցը չենք կարող ապահովել, բայց կապահովենք թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը։ Չենք էլ կասկածում։ Դուք կարողացաք ապահովել, որ Ադրբեջանի ազգային երազանքը Արցախին տիրանալը, Շուշիում չայ խմելը դառնա իրականություն։ Դուք էլ հրավիրեցիք։ Այո, վստահ ենք, որ կարող եք բոլոր ադրբեջանցիներին բերել, հարգել, պատվել, ձեր տանն էլ գուցե տեղ տակ։ Տոնածառն էլ երևի իրենց պատվին եք այսքան շուտ դնում։